Ինչպես կգնահատեք Տարոն Մարգարյանի գործունեությունը։ Այսօր իսկապես տեսանելի է աշխատանքը բոլոր բնակավարներում եւ գնահատում են գերազանց։ Արդեն կողմնորոշվել եք Իհարկե, գործող քաղաքապետին։ Մենք օր-օրի տեսնում ենք Երևանի փթթումը, բարգավաճումը, կանաչապատումը եւ բնականաբար կանաչ Երևանը այսօր բոլորիս դուր է գալիս։ Մենք ընտրելու ենք գործող քաղաքապետին։ Շատ լավ, շատ գոհ ենք։ Ուզում ենք, որ ինքը մնա քաղաքապետ։ Խնդրում ենք, որ մնա քաղաքապետ, ինքը մեր քաղաքին է պետք ու մենք իրան։ Շատ բարձր եւ դրական։ Իհարկե ուզենք մեծ սիրով, մեծ սրտացավ ձևով ուզում ենք, որ ինքը շարունակի գործունեությունը անպայման։ Գերազանց։ Ասեք որևէ մի բան, որ նա արել է այս տարիների ընթացքում եւ դա Շենացրել է մեր քաղաքը, բակերն են շատացել, վերանորոգվել եւ իստում է գովերքելի է դա։ Մենք դրանից ավելի լավ քաղաքապետ չենք կարող ունենալ, որտեղ մեր երեխաների համար, մեր բարեկեցության համար, բակերը բոլորը բարեկարգված, քաղաքը որ նայում ես, հիանում ես։ Ես մեծ հաճույքով կուզենամ եւ ձայնս տալու եմ իրեն։ Շատ հավանում եմ իր աշխատանքները եւ կցանկանայի, որ նույնիսկ ինքն ընտրվեր։ Եվ իհարկե ես սիրով այս պահին ելույթի համար խոսքը տրամադրում եմ Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյան։ Թիմը օր ու գիշեր աշխատանքով փորձեց այն ծրագրերը, որը ներկայացրել էին ձեզ, գրեթե բոլորովին կյանքի կոչել, բայց Երևան քաղաքում դեռ մնացին բազում խնդիրներ եւ կան ոչ միայն Երևան քաղաքում, նաեւ Արաբկիր վարչական շրջանում։ Մենք այստեղ ենք համահաշվետվություն ունենալու մեր բնակիչների առջև եւ նոր ծրագրեր ներկայացնելու։ Եվ վստահ ենք այն տարիներին թիմի աշխատանքի շնորհիվ, սրտացավ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք բազում խնդիրներ լուծել մեր երևանցիների համար եւ հատկապես Արաբկիր վարչական շրջանի բնակիչների համար։ Երևանը իմ համար եւ բոլորիս համար դա մի քաղաք է, որը մեր կյանքն է, մեր ամբողջ կյանքի իմաստն է։ Ամենայն դեպս ես համոզված եմ, որ այդպես էլ կա։ Երևի թե կան ավելի գեղեցիկ քաղաքներ, ավելի հարուստ քաղաքներ, բայց աշխարհում չկա մեկ ուրիշ քաղաք, մեկ ուրիշ մայրաքաղաք, որը զարդարված լինի աստվածաշնչային Արարատ լեռով։ Գիտեք, մենք երբ Երևանում ենք, միգուցե չենք նկատում այս ամեն ինչը։ Փնովում ենք, որ փոշի է, աղմուկ է եւ այլն, բայց բավական է, որ Երևանից ընդամենը մի քանի ժամով բացակայում ենք, միանգամից կարոտով ենք լցվում եւ ժամ առաջ փորձում ենք վերադառնալ Երևան։ Մեր շենքերի սեսմակները